Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ կկարգավորվեն ապահովագրված անձանց ապահովագրության փաթեթի շրջանակում անվճար կամ հետվճարային եղանակով տրամադրվող ծառայությունների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները։ Այս կառավարության որոշումներով մենք սահմանում ենք բժշկական կենտրոնների, դեղատների հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը եւ ապահովագրության շրջանակներում նրանց կողմից տրամադրված ծառայությունների փոխհատուցման կարգերը, որոշումներից մեկով ուրեմն ընդունում ենք առողջության ապահովագրության հիմնադրամի մասին ստեղծման մասին որոշումը եւ հաջորդ 2 օրերի ընթացքում ապահովագրական հիմնադրամը կստեղծվի։ Կառավարության այս որոշմամբ սահմանվում է նաեւ այն դեղորայքի ցանկը, որից կկարողանան օգտվել քաղաքացիները։ Թե ծառայությունների ցանկերը եւ թե դեղորայքի ցանկերը հրապարակված են, ուզում եմ ասել, որ արմետ հավելվածը արդեն իսկ թարմացված տեսակով արկա է, խնդրում եմ, որ մեր քաղաքացիները այն ներբեռնեն, որպեսզի տեղեկացված լինեն իրենց կարգավիճակի մասով եւ եթե այսօր էլ ներբեռնեք, արդեն կտեսնեք, դուք ունեք 2026 թվականին ապահովագրված կարգավիճակ եւ փաթեթը հենց հունվարի 1-ից կակտիվանա։ Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ օրենքն ուժի մեջ է մտել հենց այսօրվանից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ովքեր են օգտվելու առողջության համընդհանուր ապահովագրությունից։ Մտնում է ուժի մեջ մինչև 18 տարեկան անձանց, բոլոր անձանց համար, 65 տարեկանից բարձր բոլոր անձանց համար եւ 200,000 դրամ եւ բարձր աշխատավարձ ստացող բոլոր անձանց համար։ Այո, եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող առաջին, երկրորդ, երրորդ եւ համապատասխանաբար ֆունկցիոնալության գնահատական ունեցող անձինք են, նաեւ սոցիալական անապահովության համակարգում ընդգրկված 28 բալից ավել եւ էլի նոր գնահատման համակարգով ընդգրկված անձինք են մտնում եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։ Ընդհանուր առմամբ ներկայում առաջին փուլում այս փաթեթից կարող է օգտվել 1,600,000 քաղաքացի։ Իսկ քաղաքացիներն ինչպես պետք է իմանան, որ առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթի շահառու են։ Արմետ հավելվածը։ Այսինքն մտնում ենք մեր հեռախոսի մեջ։ Այո։ Ներբեռնում ենք Արմետ համակարգը։ Այո, ներբեռնում ենք եւ դա մեր անձնական արդեն գրասենյակն է։ Այնտեղ արդեն տվյալները երևում է դուք ինչքան է անձը ապահովագրավճար վճարելու այն մարդկանց համար, ում որ պետությունն է ապահովագրելու, որ պետությունն է նրանց համար ապահովագրավճարը վճարել, ակտիվացման ամսաթիվը, փաթեթի մեջ ներառված ծառայությունները, բժշկական կենտրոններ։ Ինչի մենք, եթե մենք 50 միլիարդ լրացուցիչ դրամ պետքա ծախսենք, որպեսզի մարդուն բուժենք, մենք գուցե 50 միլիարդ կամ 40 միլիարդ կամ 10 միլիարդ ուղղենք նրան, որ մարդը չհիվանդանա։ Փորձենք այդ տեքստերը, բանաձևերը, առողջ ապրելակերպ եւ այլն դարձնենք ցույց տանք մարդուն, որ դա ավելի հաճելի է, քան թե այն ինչ որ մեզ թվում է, թե իրականում կյանքի հաճույքը է դա։ Վարչապետը նախորդորեց հունվարի 1-ից չգրոհել առողջապահական հիմնարկները, ապա հանձնարարեց առողջ ապրելակերպի բրենդինգը դարձնել առաջնահերթություն։ Կախված աշխատավարձի չափից 200-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողների համար պետությունը 2026 թվականի ընթացքում կսուբսիդավորի սոցկրեդիտների համար 6,000 դրամ։ Գործատուի համար վճարվող հատվածը մնում է 4,800 դրամ, որից 4,500 դրամը կվճարի զինապահի խնայողության հաշվին, մնացած 300 դրամը կպահվի արդեն աշխատավարձից։ 500-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար նրանք 3,300 դրամի չափ է մնում աշխատավարձից պահումը եւ դա հաջորդ տարի կարող են եկամտահարկի վերադարձի շրջանակում սոցկրեդիտով հետ վերադարձ ստանալ։ Մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում
շրջանակում հաշվառված ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-ից 3 անդամ ունեցող ընտանիքներին։ Խոսքը այնպիսի ընտանիքների մասն է, որոնք բաղկացած են միայն անժամկետ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով խորը եւ ծանր աստիճան ունեցող կամ 60 եւ ավելի տարեկան անդամներից։ Հաջորդի Armenian Card փակbaşնետիրական ընկերության կողմից գործարկվող արքա վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը եւ կարգահաստատելու մասին կառավարության որոշման նախագծով ակնկալվում է անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարները հաշվարկել եւ վճարել 2026 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբերը ներառյալ։ Հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս ինքնաշխատ եղանակով մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-րդ օրը։ Տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկում է այդ ամսվան նախորդող ամսում ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ վճարումների 2%-ի չափով։ Շահառուներին վճարվող հետվճարը տրամադրվում է 1000 դրամը գերազանցող գործարքների դիմաց, յուրաքանչյուր մեկ գործարքի համար շահառուներին վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6000 դրամը եւ շահառուներին վճարված հետվճարը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար չի կարող գերազանցել 60000 դրամը։ Հետվճարի ամբողջ գումարի 50%-ը վճարում է պետական բյուջեի միջոցներից, իսկ մյուս 50%-ը Armenian Card ՓԲ-ի միջոցներից։ Հետվճար չի կատարվելու հետևյալ գործարքներից. Տեղեկատվության կապի եւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարներ, Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեների օգտին կատարվող վճարումներ, բարձր ռիսկային վճարակետերում կատարված գործարքների համար, ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած վճարումների եւ գործարքների համար, արքանվեր եւ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված գործարքների համար եւ ստացված հետվերադարձի փոխհատուցման եւ հետգանձումների համար։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։